Քելբաջարի շրջանում բնակչության աճի միտումը թեև աննկատ է, բայց եւ ակնհայտ է, որ շրջանից հեռացողներ գրեթե չկա։ Այս մասին Քելբաջարի տեղական իշխանություններն են ասում։ Մոտ 3300 բնակչություն ունեցող այս շրջանում մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Ըստ պաշտոնական ցուցանիշների այստեղ գործազրկություն գրեթե չկա, սակայն մարդիկ շարունակում են դժգոհել իրենց կենցաղից, բնակարանային պայմաններից։ 10 երեխա ունեցող Գարուշ Մնացականյանը 10 տարուց ավել է արդեն ինչ ապրում է ամենը 2 սենյականոց բնակարանում։ Բազմիցս դիմել է, որպեսզի տեղական իշխանությունները բարելավեն իր բնակարանային պայմանները, սակայն իր վիճակը դեռևս անփոփոխ է։ Ես ունիմ 10 երեխա։ Հարցս է, թորներս են։ Ասել են ես մա տուն կակատամ քեզի, բայց չեն տալու։ Մենակ քաղաքապետն է վերցրել, որ իր աշխատողներին են նստել։ Այդ տունն է չեղել հաշվեցին։ Խապետին ստին կտանք, բայց չեն տալու։ Ինչ են ասում։ Ասում են Հələ նորվա ստեղա բնակիչներին էլ տուն չի ասում, բայց ես ոնց բրաբր մեզ տան մեջը չի դեմ։ Հեն այդ մետաղես ուզում եմ ամուսնանալ։ Հեն մեկն է նորից բանակից պետք է գայսա դեկտեմբերին։ Բայց ստեղ էլ ոչ մեկն էլ իմ չափ զինվոր չի տված ստեղ Քելբաջարում։ Երկու հատ ստեղն են ծառայում, երկու հատ էլ ընդեղ են ծառայում։ Հա, ստեղ սաղս լսվածման իրա վրա քանում ենք։ Տեղ չկա քանինք։ Աղջիկս իմ հենց հասած աղջիկը 17 տարեկան աղջիկս հետս է քանում։ Վերջին 1 տարում 100 նոր վերաբնակիչներից մեկը Վանաձորից Քելբաջար տեղափոխված Գայանե Բագրատյանն է, ով աշխատում է նորաբաց մի ռեստորանում։ Իմացել եմ, որ ստեղ աշխատանք կա, եկել եմ շատ դուրս ա եկել, ստեղ առայժմ բնակվում եմ, ու ինչ լավ է, քաղաքը կառուցվում է, շինարարությունը առաջ է գնում, շատ դուրս է գալի, հանգիստ գեղեցիկ քաղաք է։ Քելբաջարում տարիներ շարունակ մարդիկ ապրել են առանց հոսանքի, առանց հեռախոսակապի։ Գյուղատնտեսությունը, մեղվաբուծությունը, անասնապահությունը եղել են այն հրապուրիչ պայմանները, որոնց համար մարդիկ բնակություն են հաստատել այս շրջանում։ Կառավարությունն այսօր էլ չի խնայում շինանյութ, անտոկոս վարկ, անվճար բնակարան այն ընտանիքների համար, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել Քելբաջար։ Պայմաններն էլ ես ոչինչ սովորել ենք պայմաններին, որ մնացել են նոմի առանց ջրի, իմի ոչինչ։ Քանի տարի ա որ այստեղ ապրում։ 12 տարի այստեղ ենք արդեն, ոչ ջուր ա եղել, ոչ լույս ա եղել, շատ վատ վիճակի ոչ մի բան չի։ Իսկ հիմա ինչ ունեք։ Ամեն ինչ էլ կա, ոչ հեռուստացույց ա եղել ժամանակ, հիմա բոլորն էլ ունեն, ջուրն էլ կա, լույսն էլ կա։